Բարև ձեզ, այսօր զրուցաշարի 28-րդ հաղորդումն է, թեման ընտրել եմ հայ գրականությունից պարուր սևակ, գիտեք հարգելի հետևորդներ, բարեկամներ, բոլոր ժամանակներում բանաստեղծ մտածող հոգիների համար ներշնչման աղբյուր առարկա եղել է կյանքի ու մահվան, սիրո և ատելության, արարումի ու կործանման, չարի ու բարու, անցավորի ու անանցի հավիտենական փոխբացասման, փոխհաստատման թեման։ Այդ թեման բնականաբար հանգիստ չի տվել սևակ բանաստեղծ մտածողին, փիլիսոփային։ Սևակը ցանկանում էր, որ աստվածաճանաչողության, լույսի ու բարության օգնությամբ ցրի աշխարհում տիրող խավարն ու չարը, ընդմիշտ հաստատի սիրո ու հավատի ճշմարտության թագավորությունը։ Գիտեք, շատ բարդ ու հակասական էր այն ժամանակաշրջանը, երբ ծնվել եւ ավելի ուշ ստեղծագործել պարուր սևակը։ Այդ տարիներին խորհրդային համակարգում, ինչպես գիտեք պատմությունից, մերժվում էր քրիստոնեությունը եւ բնականաբար դրան առնչվող բոլոր տեսակի արարողությունները, դավանանքը մերժված էր։ Եվ հետաքրքիր է, որ հենց այս պայմաններում այդ ապրած ժամանակի գաղափարախոսության ու նաև գրաքննության պայմաններում գեղարվեստական պրպտումների նյութ, ստեղծագործական ներշնչանքի աղբյուր է ընդունել Աստվածաշունչը։ Մի քանի խոսք Աստվածաշնչին վերաբերյալ Սևակը գրում է. Հիմա արդեն գիտությունը սկսել է լրջորեն զբաղվել Աստվածաշնչի պատմական ու առասպելական հիմքերի բացատրությամբ։ Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն ու տեսիլք, կանխատեսություն ու մարգարեություն, որովհետև Սուրբ Գիրքը իսկապես մի ամենամատյան է գիտության եւ արվեստի բազում բնագավառների։ Եվ ապա հավելում ենք, նա իր խոսքից մի փոքր հատված, ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել։ Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից։ Այստեղ են բոլոր ժանրերի ու սյուժեների սկիզբը։ Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները։ Վկա Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը։ Առանց Աստվածաշունչ կարդացած լինելու ինչպես կարելի է վերծանել Տոլստոյին, Դոստոևսկուն, Շեքսպիրին։ Այս վերջին մտքի ես իմ դիտարկումը անեմ անձամբ, երբ որևէ գիրք կամ բանաստեղծություն, պոեմ վերստին կարդացել եմ արդեն Աստվածաշունչը կարդալուց ու դույզնիչ ընկալելուց հետո, պատկերացրեք այլ գաղափարներով, այլ բովանդակային առումով է պարուրվել իմ հոգում, այսինքն պատկերացումը բոլորովին տարբեր է։ Ի վերջո Սևակը ինչ էր ուզում։ Սևակը մի քանի բանաստեղծություններում իր առաքելության մասին այսպես է գրում. Ես ծնվել եմ, նա գրում է, որ ինքը ծնվել է ոչ թե նվա գթացեք, այլ գութ ու բարություն ցրի ողջ աշխարհում։ Եվ նա գտնում է, որ ինքը պարգև է ստացել ի վերուստ բարությունը, այսինքն բարությունը ինքնածին է։ Սևակը պատրաստ է դիմավորել եւ դուրս շպրտել, նետել կասկածը, որովհետև ուզում է, որ մարդկանց հոգին պարուրվի միայն հավատքով, լոկ հավատք է պետք։
պահեր է լինում, որ նա լիությունից թեթևացած, կարծես թե սիրտը գոչում է, որ հավատում է Աստծուն։ Եվ ապա նա ամբողջ իր կյանքում չի վարանել, որոնել ճշմարտության ու բարության ճանապարհը, ապրել է մարդկային հոգսերով եւ իր կյանքով ու գործով մարդկանց մեղել է ապրելու Աստծո օրենքով։ Նա հասկանում էր, որ մարդկանց միավորելու միակ եւ ճիշտ ճանապարհը սերն է։ Սերը կարող է տանել դեպի լիակատար ըմբռնում, խղճի ու բանականության հաղթանակ։ Նրա ուշադրության կենտրոնում մարդն է։ Մարդն է իր արժանինքներով, թերություններով, մարդը, որ կարող է սիրել ու ատել, որ կարող է նվիրվել ու դավաճանել։ Ասել է, թե մարդը ափի մեջ։ Սևակը քաջատեղակ լինելով էգզուպերյան բնութագրմանը սիրտն է սրատես, հավելում է. սիրտ ունենալը քիչ է, սիրելի բարեկամներս, հարկավոր է նաև հոգի ունենալ։ Անհրաժեշտ է որսալ մարդու հոգու շարժումները, նա ձգտել է թափանցել հոգու խորքերը, ենթաշերտերը, ճանաչել, բացել մարդու փակ սիրտը, տեսնել, զգալ նրա խորհուրդը եւ փորձել բացատրել անգամ անմեկնելին։ Սևակը ձգտում էր, որ հոգևոր ու մտավոր աշխարհի ամենադաժան բռնակալին պետք է վանել, հեռացնել, իսկ այդ բռնակալը այն էր, որ մարդը հաճախ ասում է Տեր Աստված առանց հավատալու եւ առանց աստվածաճանաչողության եւ դրանով շահում է լեզուն, գտնում է Սևակը, բայց այստեղ պարտվում է մարդու հոգին, այսինքն սուտ է այդ։ Սևակը ցավով տեսնում է, որ կյանքում սուտն ու կեղծիքը մթագնել են մարդու ուղեղը, վարագուրել հոգին եւ աշխարհում մարդն անզոր է անպաշտպան, հապա տեսեք, ումից մարդը ինքն իրենից անպաշտպան է։ Հիմա մի փոքր հատված։ Ինչից է Տեր Աստված, ինչից է, ինչու, որ ամենից շուտ եւ ամենից շատ իրեն մարդու մեջ հենց մարդն է կորչում։ Եվ դրանից չէ, որ մարդն աշխարհում ոչ մի բանի դեմ այնպես անպաշտպան, անզոր չէ այնքան ոչ մի բանի դեմ, որքան որ մարդու իր իսկ նմանի։ 1969 թվականին լույս տեսավ Սևակի գլուխգործոցներից մեկը, Եղիցի լույս գիրքը։ Սակայն դեռ ամբողջական տպարանից դուրս չեկած արգելվում է ու ընթերցողին հասնում է այդ գիրքը 1971 թվականին, հեղինակի ողբերգական մահվանից հետո, այն էլ գրաքննական կրճատումներով, անգամ այդ տարբերակով գիրքը դառնում է այդ եւ հետագա տասնամյակների ընթերցողների մտքերի ու հույզերի թարգմանը, արտահայտիչը։ Եղիցի լույս գիրքը ամբողջական տարբերակով լույս տեսավ միայն 1992 թվականին եւ այդտեղից արդեն սկսվեց այս գրքի հաղթարշավը։ 90-ական թվականներից գիրքը նոր հնչեղություն ստացավ, դարձավ մտածող, իրականության հետ չհաշտվող մարդկանց կյանքի խորհրդատուն լույսի ճառագայթ խավար իրականության մեջ։ Իսկ հեղինակը մարգարե կամ Աստծո քարտուղար, որը նոր ու ավելի լավ աշխարհ էր ստեղծում։ Ի վերջո, ինչն էր մղել Սևակին գրելու այս գիրքը, Եղիցի լույսը։ Սևակի Եղիցի լույս ժողովածուի վերնագիրը արդեն Աստվածաշնչի այցետոմս է, Եղիցի լույս եւ Եղև լույս։ Սուրբ գիրքը Ծննդոց 1-3։ Չկա Աստծո խոսքի գիտություն, ճանաչողություն, որն էլ պարարտխող էր ստեղծել նաև քրիստոնեության տարաբնույթ մեկնաբանությունների համար։ Սուրբ գրքից, Աստվածաշնչից մենք
տեղեկանում ենք, որ դեռևս առաջին դարի քրիստոնյաներին զգուշացվել են զերծ մնալ ամեն տեսակ նորամուտ մեկնաբանություններից, ծայրահեղություններից և վտանգավոր նորամուծություններից։ Գործ Առաքելոցի 20-30 խոսքում ասվում է. «Եվ հենց ձեզանից մարդիկ վեր կկենան, որ ծուռ բաներ կխոսեն, որ աշակերտներին իրենց ետևից քաշեն»։ Կամ Մատթեոս ավետարանի 16:23 խոսքը. Հիսուսը խոսում է Պետրոսի հետ, բայց խոսքն ուղղված է սատանային. «Ետից գնա, սատանա, գայթակղություն ես ինձ, որովհետև Աստծո բաները չես խոսում, այլ մարդկանց բաները»։ Եվ մեկ խոսք էլ Պողոս առաքյալի խոսքը գաղատացիներին, որ շատ կարևոր է. «Զարմանում եմ, որ այդպես շուտ փոխում դառնում եք շնորհով ձեզ կանչողից այլ ավետարան չկա, բայց կան ոմանք, որ տակնուվրա են անում ձեզ և ուզում են շուռ տալ Քրիստոսի ավետարանը։ Եվ եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, որ դուք ստացաք, նզովյալ լինի, արդ մարդկանց եմ հաճելի լինում, թե Աստծուն»։ Եվ ահա այդ պայմաններում մի կողմից արգելված էր, բայց կային այդ վերը նշված այդ փոքրիկ խմբակները, սուտ հավատացյալները, և գրվում է այս գիրքը, և գիրքը սկսվում է նորօրյա աղոթքով։ Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի ես վախենում եմ, շատ եմ վախենում։ Հապա տեսնենք, թե ինչից է վախենում մեր մեծ բանաստեղծ մտածողը։ Վախենում է բյուրատեսկ բյուր սուտ հավատացյալից։ Վախենում է նրանց աղոթքներից, որոնք անգիր են, ինքնահոս են, հաշվեկշռված են, և այդ աղոթքներով խաբում են ոչ թե իրենց, այլ հանրությանը։ Եվ ուստի հորդորում է մարդկանց, որ փակեն ականջները, և որքան հոգեխռով է բանաստեղծը, որ անգամ նախընտրելի է համարում Աստծուն հայողներին, և շարունակում է. «Վասնզի նրանց բարկացրել է հավատը, խոցված, արյունոտ, այրվող, ապտակված, ցաված, ճչացող մանուկ հավատը»։ Այսինքն հավատը արդեն այլափոխված էր, և նա կոչ է անում, որ հանգցնեն այդ ջահերը, հանգցնեն մոմերը, որոնք դրանք այլազան հավատքի են տանում մարդկանց, և այդ մանուկ հավատը, որ հայր դառնալու համար է ծնվել, և հորդորում է սևակը. «Եթե հայր եք, մի թողեք, որ սուտ հավատացյալներն սպանեն նրան»։ Եվ գալիս է վերջին երկու տողը, որ բավականին խորիմաստ է. «Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը, մանուկ պահելը ծանր է ավելի»։ Այսինքն ամբողջ այս բանաստեղծությունը խոհափիլիսոփայական լինելով հանդերձ կոչ է, որ այդ սուտ հավատացյալները իսպառ վերանան և լինի միայն մաքուրը, վսեմը, այն իսկական հավատը։ Այս շարքի հաջորդ բանաստեղծությունը լույս առավոտի, հիմա դա արդեն կոչ է դեպի փափագ է, որ մարդկանց հոգիներում միայն թագավորի լույսը, այն լույսը, որ առավոտը հենց բացվում է, հենց այդ լույսը, առավոտ լուսո, առավոտ մի ջինջ, ինչպես ոչինչ, ջինջ սակայն դեռ պաղ, ու ես անհապաղ անջատում եմ ինձ աշխարհից ծանոթ ու պարպում եմ ինձ, դարձնում մի անոթ, որ լոկ դատարկ չէ,
այլ նաև անոտ, և նոր աշխարհ եմ ստեղծում հիմա, առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ, ապա գոնե ինձ, միայն ինձ համար։ Այստեղից մի փոքր մեկ տող Հովհաննեսի ավետարանի 1:9 խոսքը։ Այն է ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը։ Լույսի արարման, երջանկության ու մաքրության խորհրդանիշն է Հիսուսը, և հանուն լույսի գալստյան բանաստեղծը պատրաստ է անգամ անդարձ մեկնել խավարի հետ, միայն թե գա արշալույսը։ Թողություն տուր, Տեր, ծանր խավարին, միայն թե հարկ լինի, նա մանավանդ պետք, ես խավարի հետ կմեկնեմ ինքս, դառնալով նրա թագավորության հին հպատակն ու նոր քաղաքացին։ Անդարձ կմեկնեմ խավարի հետ, ես միայն թե մեր այդ մեկնումից հետո ժամանի ինքը արշալույսը, գա, ու եթե մի քիչ տխրի, որ կամ, բայց մի քիչ հետո և ուրախանա, որ իմ կորստով կորել է նաև ինքը խավարը։ Սևակը ձգտում է, որ լույսի ամենազոր ճառագայթներով վերացնի խավարից ծնված չարիքն ու կյանքի ամեն տեսակ հակասությունները, մարդուն ազատի կույր բնազդներից, նրան հետապնդող չարագույժ ստվերներից, սուտ հավատացյալներից, որ մենք խոսեցինք նորորյա աղոթքի ընթացքում, և մխրճվի մարդու հոգու անձավները և մաքրագործի այն, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում, այսինքն կոչ է ինքնամաքրման, այսուհետև այդ հոգում մշտագո է ամենօրյա առաքյալը, լույսը, որ բերում է հավատ, հույս, բայց ամենից առաջ միշտ սեր և ամենից հետո միշտ սեր։ Այստեղ բնականաբար ես չեմ կարող կրկին չհիշել աստվածաշնչյան խորիմաստ տողերը։ Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ վրա, Աստված սեր է, և ով որ մնում է սերի մեջ, Աստծո մեջ է բնակվում և Աստված նրանում։ Եվ ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, այս երեքը և սրանցից մեծը սերն է։ Սևակը պատրաստ է հանուն մարդկանց բարօրության անել ամեն ինչ, դառնալ շանթ ու շանթարգել, խղճի ու կարեկցանքի լույսով պայծառացնել իրականությունը, ձեռք մեկնել մարդկանց, գթասրտության, ողորմության կոչ է անում մարդու նկատմամբ մարդ եղեք, մարդիկ, այլևս օրախնդիր է ինքնամաքրման անհրաժեշտությունը։ Եվ այս անգամ արդեն դիմում է կույս Աստվածածին կույս Մարիամին. օգնիր ինձ, Մարիամ, անաղարտ մնամ այն ճահճանման աղտ աղարտի մեջ, որ դժգոհություն բառով է կոչվում, օգնիր ինձ, Մարիամ, ուզում եմ ապրել անչար ու բարի գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես։ Եվ վերջում Աստծո քարտուղարը այս բանաստեղծությունից մի փոքր բովանդակային առումով մի փոքր սեղմ ներկայացնեմ, բանաստեղծը գտնում է, որ այս հարափոփող ժամանակներում իր ապրած անգամ բառերը փոխել են իրենց իմաստը, իրենց գույնը, այն չեն, ինչ իր նախնիներն էին խոսում, նրանք բառերը մաքուր էին և անսուտ, խոսքերն էլ ոչ թե մաշված ու լպրծուն էին այն ժամանակ, այլ սրակող և սուրսայր, և բանաստեղծը իր այդ տեսլականում նա փղոսկրե գրիչով, որը որ թաթախում է յուրօրինակ ջրվեժի մեջ և գրում է, և ինչ է ասում. կմնայի նույնքան սուրսայր
ու սրակող, հնչյունի տակ իմաստները չէին մեռնի, ուստի ինքս էլ կդառնայի մի բանաստեղծ կամ հին Աստծո նոր քարտուղար։ Բարեկամներ, կրկին ես ասելու եմ այն խոսքերը, որ միշտ այս հաղորդումների ընթացքում ասում եմ, որովհետև այս 10-20 րոպեն այնքան քիչ է, որ կարողանանք ամբողջական ներկայացնենք այս կամ այն բանաստեղծին, առավել ևս Սևակի նման հզոր բանաստեղծի ստեղծագործությունը։ Անդրադարձա այնքանով, որքանով որ առնչություն ուներ իմ նախընտրած թեմային, այսօր այսքանը, շնորհակալ եմ, բարին ընձեզ։